Կար ժամանակ, երբ ես միջոցառումները վարում էի նաև հայկական տարազով, երևի մի 5-6 տարի այդպես վարեցի, ունեցա եթերներ տարբեր TV-ներով, շոուներում, մասնակցություն, հետո հասկացա, որ արդեն վերջ, սպառվեց այդ ամենը ու պետք է հանդես գալ ավելի ազատ ու ինքնատիպ ոճում։ Հետո հասկացա, որ պետք է ավելի շատ իմպրովիզով վարեմ, ինչու, որովհետև այդպես ավելի բնական է ստացվում ու այդպես ավելի անմիջական է ստացվում կոնտակտը պատվիրատուների հետ ու իրենք իրենց ավելի լավ են զգում։ Պետք է պարզապես ոչ թե շարժվել պատվիրատուի ցանկություններով, այլ պետք է համաձայնացնել ողջ միջոցառման ծրագիրը, որպեսզի մեր արհեստավարժությունը եւ նրանց ցանկությունը ներդաշնակ լինի, որպեսզի այդ ամենի արդյունքում միջոցառումը ունենա պրոֆեսիոնալ եւ բարձր մակարդակով ընթացք։ Սերնդափոխությանը վերաբերվում եմ բավականին լավ միայն այն դեպքում, եթե այդ սերնդափոխությունը առողջ է եւ արժանի է մրցակցության։ Բայց այն սերնդափոխությունը, որը հիվանդագին է եւ հագեցած է բամբասանքով, դիմացինին ինչ-որ վարքաբեկելով կամ դիմացինին ինչ-որ վատ բաներ ասելով, ստորացնելով եւ այլն, այդ մրցակցությունը, այդ սերնդափոխությունը իմ համար առողջ չէ եւ ողջունելի չէ։ Տոքսիկ միջավայրում շատ դժվար է ապրել, աշխատել, ստեղծագործել, հետեւաբար ես ուզում եմ առաջարկել բոլոր adekvat մարդկանց հնարավորինս պոզիտիվ տարածել շուրջը եւ ապրել սիրով, հարգանքով եւ իհարկե հանդուրժողականությամբ, որպեսզի կարողանանք կոտրել ագրեսիայի մթնոլորտը, պառակտման մթնոլորտը, որպեսզի մեր ծավալած գործունեության մեջ էլ այդ դրականը կարողանանք եւ տալ եւ ստանալ։